դատանը լրություն, դատանը առանձին փաստացի ձևով որոշում թողարկի կողմը։ Կան այլ միջնորդություն աշխատում։ Կան պրոբլեմ։ Մենք գրավոր բացակ ենք հայտնում նրա դատանի կազմում ընկրկված դատավորներից նրա միջին։ Խնդիրը կապված է նրա կողմից գործով կայացված որոշման հետ, կապված, հիմա հստակ ներկայացնում։ Նույնիսկ իրական գործով դատանի կազմում ներգրաված է նաև դատավորի Լաչե Մարգարյանը, ով հանդիսացել է նաև գերաշնորհ Միքայել arczepiskopos Խաչատրյանների նկատմամբ սկզբնական կալանքի կիրառելու մասին Երևան քաղաքի կառավարության դատանի կողմից 2025 թվականի հունիսի 28-ին կայացված որոշման դեմ ներկայացված խնդիրներն բողոքի քննած տեսանյութը, ինչի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 30-ին կայացել է բողոքի մասին որոշում։ Իհարկե վստահ եմ, որ հասկանալի է, որ մենք այս փաստը չենք ունեցել, որ ցանը քննել են։ Մենք լավ հասկանում ենք, որ սա չի ամսամիջոցին, բայց խնդիրը որոշման բովանդակությունն է, որ նախագահ դատավոր Լաչե Մարգարյանը իր դիրքորոշում է, եւ դրանից ելնելով նախ ես վկայակոչեմ եվրոպական դատանի դիրքորոշումները, օրինակ Պերսիական Բելգիայի գործով եւ այլ գործերով միայն դիրքորոշումը ընդհանրապես կարող է լրություն տալիճ։ Եվրոպական դատանի դիրքորոշումը ընդհանրապես հետեւյալն է, որ եթե դատանը նախքան վերջնական որոշումը հայտնել է կարծիք, որը կանխորոշում է գործի ելքը կամ կասկածի տակ է դնում չարությունը, ապա նա պարտավոր է ինքնացած քայլել։ Հիմա տեսեք, մի քիչ կուզում տամ, որ հաստատել որ հետո բովանդակություն ավելի դարձնի։ Այս որոշման մեջ Կարո Լաչե Մարգարյանը անդրադարձել է այնպիսի հանգամանքներ, գնահատականներ հետևելիս հանգամանքներ, որոնք հիմա մենք վիճակում ենք։ Վերաքննիչ բողոքում ուղիղ առաջ քաշած հարցերից է դրանք, օրինակ կրկին անգամ դատվելիս կապված խնդիրը, որ մենք բացասում ենք, այդ որոշման արդենից դիրքորոշում հայտնել է, եւ հիմա չի կարող դրանից տարբերել դիրքորոշում հայտնել։ Հիմա ավելի փաստերով են։ Իհարկե պաշտպանության կողմը հստակ գիտակցում է, որ բացառապես այս փաստը որոշում կայացնել օրենքի համաձայն դասակին չի հանդիսանում, ուստի պաշտպանության կողմը բացառապես հայտնում է դատավոր Մարգարյանի կանխատեսությունը հիմնավորում է իր կողմից կայացած որոշման մեջ արդեն իսկ հայտնած այնպիսի դիրքորոշումներով, որոնք ներկայումս վիճակում են վերաքննիչ դատարանում եւ որոնց վերաբերյալ դատավոր Մարգարյանը կրկին որոշում պետք է կայացնի։ Այլ կերպ ասած, քանի որ Լաչե Մարգարյանը սույն վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների վերաբերյալ արդեն իսկ նախապես դիրքորոշում է հայտնել իր կողմից նախկինում կայացած որոշման, ուստի նա չի կարող սույն բողոքի ծնության ընթացքում իր նախկինում հայտնած դիրքորոշումը հակառակ դիրքորոշում հայտնել։ Առնվազն սա ողջամիտ ենթադրություն է կասված։ Առավել ևս որ խոսքը գնում է քրեական հետախուզումը բացառող հանրահավաքի մասին, որը եթե ներկայումս վերաքննիչ դատարանի հիմնավոր լինի, ապա կասկածի տակ կդրվի նաև Լաչե Մարգարյանի կողմից դեռևս 2025 թվականի հունիսի 30-ին կայացված որոշման իրավաչափությունը, քանզի եթե այդ նույն քրեական հետախուզումը բացառող հանգամանքը այն ժամանակ էր հարկայի ապա Միքայել Սրբազանի կալանքն էլ չէր կարող օրինակներ լինել։ Հետևաբար արկա է ողջամիտ կասկածներ, որ Լաչե Մարգարյանը վերը նշված է ճանաչված ներկայումս սույն վերաքննիչ բողոքի հիմքերի, փաստերի ու հիմնավորումների կապակցությամբ պետք է նույն դիրքորոշումներ հայտնել։ Այժմ ներկայացնենք կոնկրետ փաստեր։ Մասնավորապես, սույն վերաքննիչ բողոքի հիմքը բաժնում հստակ նշել ենք, որ առաջին արձան դատանի կողմից թույլ տրված դատական սխալներից մեկը հենց կրկին անգամ դատվելու սկզբունքի սխալ մեկնաբանելն է։ Սա կոնկրետ հարց է, որի դատանը վերաքննիչ պետք է քննարկի եւ պատասխանի։ Բողոքի 2.4 կետը վերաբերում է հենց կրկին անգամ դատվելու սկզբունքի խախտումը եւ դրա հիմնավորումները։ Մասնավորապես, առաջին արձան դատարանը իր դատավորում այս մասում նշել է հետեւյալը։ Անդրադառնալով քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի առաջին մասի 4 կետը նախատեսած հիմքով քրեական հետապնդումը դատավորելու հարցին, դատանը արձանագրում է հետևյալը։ Օրենսգրքի 12 հոդվածի առաջին մասի 4 կետի համաձայն քրեական հետապնդումը երբեք դատավորական օրենքներում չասեմ, նշված նորմի տարածի մեկնաբանությունից դասում է, որ քրեական վարույթ չեն արձանագրելու արձանագրությունը օրենսգրքի չի դիտարկել քրեական հետապնդումը բացառել որոշումների շարքից։ Սա առաջին արձանագրումն է։ Մենք սա վիճակում ենք եւ վերաքննիչ բողոքում վիճարկելով այս դիրքորոշումը, վերաքննիչ դատարանը պետք է բացի թե այս մասով որքան է հիմնավոր մեր բողոքը։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, դեռևս 2025 թվականի հունիսի 30-ին կայացած որոշման մեջ դատավոր Մարգարյանը արդեն իսկ ներկայացան դիրքորոշումը հայտնել, նշելով հետևյալը։
Ինչ վերաբերում է վերանայման բողոքների նշված կրկին անգամ դատելու անթույլատվության սկզբունքի ենթակա խախտմանը, ըստ այդմ նաև մեղադրանքի նկատմամբ քրեական հետախուզման բացառական արտադրության պայմաններում խափամիջոց ընտրելու անիրավաչափության վերաբերյալ բողոքատերերի փաստարկի, ապա վերաքննիչ դատանի գնահատման պաշտպանների այդ փաստարկը անհիմն է եւ չեն բխում վերաբերելի իրավակարգավորումներից։ Ես խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել, խոսքը չի գնում նրա մասին, որ արկա փաստերի հիման վերաբերությունը ավել, որ հիմա ասենք օրինակ այդ փաստերը ավել։ Կոնկրետ իրավակարգավորումների վերաբերյալ դատանը իր դիրքորոշումն է արտահայտել, գտնում է, որ ինչ որ ասում, մեր ասածը կոնկրետ իրավակարգավորումների չի համապատասխանում։ Եվ շարունակում է, մասնավորապես վերաքննիչ դատանի գնահատմանը կրկին դատվելու անթույլատրելիությունը ամրագրած քրեական դատավարության դեպքի 27 հոդվածի խորհրդատվությունը ծխում է, որ քրեական հետախուզում չհարուցելու կամ քրեական հետախուզումը դատավարության մասին օրինական դժի մեջ մտած որոշման արկայությունն է բացառում քրեական հետախուզման որոշումը։ Հետևաբար կդալ պարագայում քրեական վարույթ նախաձեռնելու հրաժարվելու մասին 30/2024 թվականի դերությունը վերաքննիչ դատանի գնահատման ինքնին չի կարող համարվել որոշում։ Հետևաբար այդ մասով վերաքննիչ դատանը իր համաձայնությունը հայտնում առաջին դատանի հետևություններ։ Ում անհամաձայն բարեկամական ակտի տեսք։ Հիմա մենք այս հարցը, ինչպես ասացի, բարձրացել են վերաքննիչ դատանում, դատանի կազմը այդ թվում վաճառական նախաձեռնությամբ պետք է որոշի։ Հիմա մենք ճիշտ ենք ասում թե չէ։ Արդեն ասել է, որ մենք ճիշտ չենք ասում։ Մենք որում շատ հստակ է գնահատել է, որ քրեական վարույթ նախաձեռնելը դա որոշում չի, դա չի կարող կրկին անգամ դատելու այդ սկզբունքի խախտում դիտարկել, որը մենք հիմա ասում ենք հակառակը։ Ինչպես տեսակ, Մարգարյանը վերաքննիչ բողոքված փաստարկներն արդեն ստանդին է համարել եւ գտել է, որ դրանք չեն բխում արկա իրավականություններից, ուստի ակնհայտ է, որ սույն դեպքում ևս նույն դիրքորոշումն է արտահայտելու, ինչ անթույլատրելի է կոնկրետ փաստարկի։ Սակայն պատվարժան դատավոր Վաչե Մարգարյանը ավելի հեռու է գնացել եւ իր որոշման մեջ նաեւ ավել վերլուծություններ կատարել գնահատել սույն գործի փաստերը, որոնք բողոքներում դրան չկար, դրա կարիքը չկար այդ աշճանում երկնաբանելու, բայց դատավորը հավանաբար փորձելով ավելին պատճառաբանել, ավելի այլ մեկնաբանություններ նշել, որի մաս ասել։ Ուրեմն մեջբերում, այստեղ առանցքային է երկու հարց։ Ընդգծում, արդյոք նույնն է դատախազության գրության մեջ նշված 2022 թվականի սեպտեմբերի 26-ի Facebook.com կայքում հրապարակված ռազմական շահաշրջում պետք է արվի թե չէ Հայաստանի Ֆեդերալական Էրմենիստան հաջակայության ներկայացության տեսանյութի բովանդակությունը եւ սույն գործը մեղադրանքի բովանդակությունը։ Ինքը այս հարցը բարձրացրել է ու պատասխանել։ Հիմա մենք այս հարցներն ենք բարձրացնում, ասում ենք տեսեք այն ինչ որ մի անգամ էս կոնկրետ հոդվածի մասին ասում է, դա կրկին անգամ նույնն է բովանդակությունը, մեղադրանքը եւ նա որովհետեւ արի չի նախաձեռնել։ Հիմա գնահատական է տվել, որ այսօր նորից պետք է գնահատական։ Երկրորդը, որ հարցը բարձրացնում արդյոք ժամանակին պատշաճ ուսումնասիրվել է 2023 թվականի սեպտեմբերի 26-ի Facebook.com կայքում հրապարակված ռազմական ներաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանի Ֆեդերալական Էրմենիստան վերտարության խոսքը։ Այս երկու հարցերի դրական պատասխանների դեպքում անվերապահորեն բախվելու են կրկին անգամ դատանի ներբերում։ Հիմա եթե այսօր է դրական պատասխանի, դառնալու է, որ այո, կրկին անգամ դարձել սկզբունքի խախտում է։ Հիմա մենք կարող ենք օբյեկտիվորեն ենթադրել, որ մի անգամ որ արդեն ասել է, որ չէ, այսօր էլ ասելու չէ։ Այսինքն արդենից նախապես կարծիք է։ Այսինքն վերաքննիչ դատանի առաջ քաշածերի նշված հարցերն ենք բացատրել մենք, որոնց վերաբերել իր դեռևս 2028 թվականի հուլիսի 30-ին կայացած որոշման մեջ դատավոր Վաչե Մարգարյանը նշել է հետևյալը. Վերաքննիչ դատանը հարկ է համարել փաստել, որ Գևորգ Միքայել Աջապարյանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 26-ին տրված հարցազրույցի եւ 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցած կոչերը բովանդակային առումով ունեն որոշակի տարբերություն։ Արդեն գնահատել է, որ դրանք տարբեր են։ Մասնավորապես 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում մեղադրանքը բացառել է իշխանապողության միակ սահմանադրական տարբերակը ընտրությունները։ Իսկ իրազեկ քաղաքացիների միավորում խորհրդական հետայի կողմից 25/04/24 թվականի հաղորդումը տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցի մասով, մինչդեռ Գևորգ Միքայել Աջապարյանի նկատմամբ հանրային քրեական կառուցվել 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև հունիսի 21-ից զանգվածային իրադարձության ծրագրի ներկայացուցիչներն տված հարցազրույցների ընթացքում իշխանություն զավթերին ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել համար։ Կրկին, ինչպես տեսանք, դատավոր Վաչե Մարգարյանը վերաքննիչ բողոքում բացառած այս հարցերին արդեն պատասխան է տվել, ուստի ակնհայտ է, որ սույն դեպքում ևս նույն դիրքորոշումն է արտահայտելու,
ինչը կրկին անթույլատների և կրկին կոնկրետացի։ Պատվաժանական ինչպես գիտեք, գործը քննող դատարանը պետք է բավարարի կոնվենցիայի 6 հոդվածի առաջին մասի անկախ և անաչառ դաշտանի կողմություն բաժնի։ Ինչ վերաբերում է անաչառության բաժին, ապա անաչառության բացակայությունը կամ արտահայտությունը ստուգում է երկու տարբեր չափանիշներով, սուբյեկտիվ և օբյեկտիվ կանխատեսության չափանիշներով։ Եթե առաջինը վերաբերում է դատավորի անձնական մարտկագծին, որը կարող է դատավորության մասնակցությունը ստեղծել տպավորություն, որ դատավորը անմիջավ չէ, ապա երկրորդը օբյեկտիվ կանխատեսության տեստը ենթադրում է, որ այն ժամանակ երբ որոշում է կայացող տվյալ դեպքում առկա է որևէ կոնկրետ դատավորի մոտ կամ կողմնակալության բացակայության մասով մտավախություն ունենալու որևէ իրավաչափին, ապա անձնատեսակետը կարևոր է, բայց ոչ որոշիչ։ Որոշիչ այն հանգամանք, թե արդյոք այդ մտավախությունը կարող է համարվել օբյեկտիվորեն արտահայտված։ Հիմա նորից մեր առջև օրենսդիրը, եվրոպական դատարանը, միջազգային դատարանը երբեք խնդիր չեն դրել, որ 100% վստահությամբ ձեզ ապացուցենք, որ օրինակ նախակազմի մեջ գտնվող դատավոր Վաչե Մարկարյանը չի լինելու անկողմնակ։ Դրա խնդիրը մենք չունենք։ Մենք ձեզ տալիս ենք օբյեկտիվ փաստ, ասում ենք, որ այն ինչ որ այսօր պետք է քննարկենք, արդեն քննարկել է, կարծիք հայտնել։ Միևնույն ասում է, եթե մինչև վերջնական որոշում կայացնել արդեն իսկ կարծիք հայտնել, ուրեմն պարտավոր է այլընտրանք չի թողում եղել։ Հիմա այս իրավիճակում ակնհայտ է, որ ինքը չի կարող լինել կոնկրետ այս գործով անկողմնական դատարան եւ իր հայտնած կարծիքը իրեն կաշկանդելու։ Ուստի վերը նշվածից ելնելով է բացակայք հայտնում դատավոր Վաչե Մարկարյանը խնդրում ենք այն բավարարել։ Միջնորդություն տալիս են գրավոր տեսք։ Շնորհակալություն։ Ինչ դիրքորոշում կա միջնորդության կազմություն։ Միանալուց դասագրքային իրավիճակը եւ սան իրականում չի, պատասխան չի կարող։